Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք հավի կրծքամսով և սպանախով շատ համեղ նախաճաշ, որը կարող է ծառայել նաև լիարժեք ճաշ կամ ընթրիք։ Պետք է ստանանք վիտամիններով և սպիտակուցներով հարուստ շատ համեղ սննդարատ մի ուտեստ, որը մեկ անգամ պատրաստելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, շատ համեղ է ստացվում։ Մեզ անհրաժեշտ է 3 հիմնական պարզ և մատչելի բաղադրիչ, դե ինչ ժամանակ չկորցնենք և անցնենք գործի։ Մեկ ամբողջական հավի կրծքամիսը այսպես ցողիկաձև կտրատում ենք։ Մեզ անհրաժեշտ է մոտ 400 գրամ հավի կրծքամիս։ Եթե սիրում եք առողջարար, սննդարատ, միևնույն ժամանակ պարզ ուտեստներ, ապա սա այն է, ինչ փնտրում եք։ Տապակի մեջ դնում ենք մոտ 70 գրամ սերուցքային կարագ, կավելացնենք նաև մի փոքր ձետ, որպեսզի կարագը տապակվելու ընթացքում չայրվի։ Ավելացնում ենք հավի մսակտորները, տապակում ենք երկու կողմից մինչև պատրաստ լինելը։ Մի կողմից մոտ 5-ից 7 րոպե տապակվելուց հետո ավելացնում ենք մեր նախընտրած համեմունքները։ Ես օգտագործում եմ կարմիր քաղցր և կծու պղպեղներ, աղ, սև պղպեղ, ինչպես նաև աղացած համեմի սերմ։ Հավի կրծքամիսը սպանախով ես պատրաստում եմ վերջում ավելացնելով 1 ատամիկ սխտոր։ Եթե սոխի մեծ սիրահար եք, միսը տապակվելուց հետո կարող եք ավելացնել 1-2 գլուխ կիսալուսնաձև կտրտած սոխ։ Սիրելիներս, իմ ալիքում կա սպանախը սնկով ևս մեկ հրաշալի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Միսը գրեթե պատրաստ է, մանր կտրատում ենք 2 կապ սպանախ։ Սպանախը մարացնելուց հետո կավելացնենք մսի վրա։ Այս տարբերակով սպանախը շոգեխաշվում է սեփական հյութի մեջ և սպանախի բոլոր վիտամինները պահպանվում են։ Ընդհանրապես ջուր չենք ավելացնում, սպանախից արձակված հյութը լրիվ բավարար է։ Այս համեղ օգտակար նախաճաշը պատրաստելը հարմար է նրանով, որ ամեն ինչ տապակում շոգեխաշում ենք մեկ տապակի մեջ։ Սպանախի վրա մի փոքր աղ ենք անում և ծածկում ենք կափարիչով։ 1 րոպե անց տեսեք որքան հյութ է արձակվել։ Ավելացնում ենք 1 ատամիկ սխտոր և այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Շոգեխաշում ենք ևս 1-2 րոպե առանց թավան ծածկելու, որպեսզի ավելորդ հեղուկը գոլորշիանա։ Քանի որ սպանախը ջերմազգայուն բույս է, այն շատ արագ եփվում է, անհրաժեշտ է ընդամենը 4-ից 5 րոպե։ Ավելացնում ենք մի քանի հատ հավկիթ, ծածկում ենք տապակը և եփում ենք 2-ից 3 րոպե, այնքան որ դեղնուցները թույլ մնան։ Պարզ, արագ, սննդարատ, գեղեցիկ տեսք ունեցող նախաճաշը արդեն պատրաստ է։ Մատուցում ենք և բոլորին հրավիրում ենք նախաճաշելու։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։